Այսօր ժամը 20:14-ին Սոչիում պաշտոնապես կմեկնարկեն Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային օլիմպիական խաղերը։ Ֆիշ մարզադաշտում բացումը կասարարվի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Միջոցառման ընթացքում կվարվի նաև գլխավոր օլիմպիական ջահը, ինչը սակայն չի անի Պուտինը, քանի որ ՌԴ-ղեկավարն իրեն չի համարում ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչ։ Նրա խոսքով Ռուսաստանում կան շատ արժանի ու համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ, որոնց մասնակցությունն այդ հարցում ավելի տեղին կլինի։ Օլիմպիադայի բացման արարողությունից առաջ Պուտինի անունից բարձրաստիճան հյուրերի պատվին պաշտոնական ընդունելություն տեղի կունենա։ Կանխատեսվում է, որ խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն 4 տասնյակից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, իսկ ընդհանուր առմամբ Սոչի կայցելեն մոտ 60 առաջնորդ։ Իդեպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես Սոչիում է և կմասնակցի բացման արարողությանը, իսկ օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ։ Միացյալ Նահանգներում նախկինում գողության համար դատված տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է Ստրադիվարիուսի գողացված ջութակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Մելուոկի քաղաքում ջութակի գողության կասկածանքով ձերբակալվել են 2 տղամարդ և 1 կին։ Հիշեցնեմ, որ ջութակը գողացվել է 1715 թվականի հունվարի 27-ին սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Միլուոկիի մոտից նինված հանցագործության հետևանքով։ Թեև Apple ընկերությունը մինչև տարեվերջ իր նոր սերնդի iPhone-ը չի պատրաստվում ներկայացնել հանրությանը, սակայն այս նորույթն անչափ սպասված է։ Apple-ի իտալացի երկրպագուները հիմնվելով առ այսօր սպասվելիք սմարթֆոնի մասին պտտվող ասեկոսոների վրա պատրաստվել են մի տեսանյութ, որը ներկայացնում է, թե ինչպիսին կլինի 6-րդ սերնդի iPhone-ը։ Հաղորդվում է, որ տեխնոլոգիական հսկան պատրաստվում է ներկայացնել էկրանի անկյունագծի տարբեր չափերով 3 նույն տիպի սմարթֆոն։ Նշվում է նաև, որ նորույթները կունենան ներկայիս 8-ի փոխարեն ավելի հզոր 10 մեգապիքսելանոց տեսախցիկներ, որոնք թույլ կտան առավել որակյալ լուսանկարներ անել։ Ամերիկյան CNN հեռուստաալիքի խմբագրությունը ներողություն է խնդրել Բելարուսի և Ռուսաստանի բնակիչներից Բրեստի ամրոցի պաշտպաններին նվիրված հուշարձանի աշխարհի ամենատնկեղ արձանների ցուցակում ընդգրկելու համար։ Մենք հասկանում ենք, որ Բրեստի ամրոցի հիշատակումը հոդվածում վիրավորական է եղել, դա կանխադատված չի եղել և մենք ներողություն ենք խնդրում, ասված է խմբագրության հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունում նշվում է, որ հոդվածի նպատակն է եղել հումորային ոճով ծանոթացնել ընթերցողներին աշխարհի հուշարձաններին։ Կայքի խմբագիրները չեն հեռացրել հուշարձանի անվանումը իրենց կազմած ցուցակից։ Հոդվածի վերջում ասվում է, որ դրանում տեղ գտած կարծիքը պատկանում է բացառապես հեղինակին։ Ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոն պատրաստվում է իր Neon Light շրջագայությանը, որը կմեկնարկի այս կիրակի փետրվարի 9-ին Վանկուվերում։ Երգչուհին հանրության է ներկայացրել մի հատված այն նոր տեսալովակների շարքից, որոնք օգտագործվելու են շրջագայության ելույթների ընթացքում։ Դեմին շատ ուրախ է շրջագայության համար, քանի որ իր կարծիքով այդպիսի բան նա դեռ չէր արել։ Ահռելի աշխատանքներ են կատարվել փետրվարի 9-ին ընդառաջ, մշակվել է լուսային, ձայներին, ինչպես նաև բեմի ձևավորման նախագծեր։ Հավելել են նաև, որ 2 օր առաջ հայտնի է դարձել, թե ով է Դեմիի շրջագայության ստեղծագործական և երաժշտական ռեժիսորը՝ Դանիկ Ջոնասն է, ով նույնպես շատ սիրված է և ում հետ էլ Դեմին երկար տարիների ընկերական շփում է ունեցել։ Դեմի Լովատոն նշել է նաև, որ 2014-ը ամբողջովին կլինի երաժշտական, իսկ իր երկրպագուներին հորդորել է սպասել անակնկալների, ինչպես նաև սպասվելիք նոր ալբոմի։ Եվ վերջում եղանակի մասին հանրապետության տարածքում փետրվարի 7-ից 11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը այդ հատվածում կբարձրանա 5-ից 7 աստիճանով, ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին հյուսիս-արևելյան 2-ից 7 մետր/վայրկյան։ Ահա այսքանը այս թողարկման համար, մեր պաշտոնական կայքեջում գտեք մեր բոլոր հաղորդումների տեսագրությունը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։